Լսի, ասում եմ Հայաստանից եկանք հասանք Ամերիկա, բայց էլի էս դռելի ձենից չպրծանք։ Էս դրել չի, մամանա, բայց լսի, մամա սաղ կյանքում սեզ չի խրացրի, լսի, ասում եմ կարող է քթերնա պակվի։ Լսի, չգիտեմ ինչն է փակվել, բայց մի բան արա, խնդրում եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, գոնե 10 րոպե աչքերս փակեմ հանգստանամ։ Ընենց ես ասում, որ ես սաղ գիշեր մուշ քնել Mama. Mom? Վայ, վերջապես։ Անջան, ես քեզ պստիկ վաղ չեմ ասել, որ ուրիշ հեռախոսի մեջ չի կարելի մտնել։ Չէ, մամա ջան, չես ասել, որովհետև երբ որ ես փոքր էի, սենց հեռախոսներ չկային, եւ դու չէիր կարող ինձ այդպես բան ասել։ Իսկ հիմա իմ հարցը քեզ, կարաս բացատրես, էս ինչ է։ Չեմ հավատում։ Մամ ջան, եթե ուզում ես քո տնից գնանք, տենց ուղիղ կարաս ասես հենց։ Դու չգիտես որ ուղիղ խոսքը էշինքս են։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է, ես հենց այսօրվանից կզբաղվեմ այդ գործով։ Ոնդե։ Մարդու հումորն է իր պապի բեղերին պես նման եղնի։ Մեր պապին բեղեր չուներ։ Էշ դետքսեմ էլի։ Իսկ եթե ավելի լուրջ։ Եթե ավելի լուրջ, Արդյոմիկ ջան, ես էլ եմ կնիկ։ Ես ինձ երբեմն մենակ կզգամ, ու որ մենակ կզգամ, անսիկ միասնեմ։ Չկասկում ես դասամիջոցներով, Արդյոմիկ ջան, սիգուր միասնեմ գչի, որ կխրա, ընձի կտվա պապատ կողքս է պարգաց։ Ճիշտ է, ես են կնիկը չեմ, որ հերը դարժանի ես, բայց չեղաստեղը պապատել էր Բրեդ Պիտ։ Մամ ջան, եթե դու քեզ այդքան մենակ ես զգում, ես դեմ չեմ, կարաս դու նորից ամուսնանաս։ Կավայ, Արդյոմիկ ջան, ես այդ կնիկը չեմ, ես այդ մաղթը, ես չեմ կրլակ։ Մամ,
Դու ազատ կին ես եւ իրավունք ունես երջանիկ լինելու։ Բայց Հենց որ ես ընդհանրապես դեմ չեմ դրան։ լուրջ քսես։ Հա, Խորդ գերեզման։ ապայ գերեզման։ Անցի թաղես։ 100%։ Լավ, որտպես է, բայց դու ես բզբզացի ես բան չեմ սե, իմ մտքի պես բան չկար։ Մամ ջան, դու իրավունք ունես երջանիկ լինելու, պետք է երջանիկ լինես, հասկանում ես։ Շնորհակալ եմ տղա ջան։ Այ խնդրեմ, մամ ջան։ Շնորհակալ։ Մամա, իսկ եթե չի էլի միացիր։ Դե գիտես ամոթ է լյուր։ Հերադարտուներնի մի կետ թեմայից խոսենք։ Պապ ջան, հասանք։ Գնացինք։ Ուր գնացինք, այդ ցավը տանը եկել ենք արդեն։ Հա, ասել եք։ Կասես ինչա կատարվում քո հետ։ Թե իմ հետ ինչա կատարվում այդ հեչ։ Ինձ հետաքրքրում է թե ուրիշների հետ ինչա կատարվում։ Ուրեմն ես սաղ աշխարհը խառնեմ։ Ամենալավագույն լոյերներին գտնեմ, Արտյոմին 2 ժամում այդտեղ տեղից հանեմ դուրս, ինքը ինձ զանգի ասի, որ չի ուզում իմ հետ շփվի։ Այ որ ասում մարդ չեն, չես հավատում։ Բայց դրա համար կարելի է այդքան նեղվել։ Ռադարը թողեցան այ պապ ջան։ Դա ոնց է ռադանեմ, այդ տղա ջան, այդ տղեն իմ կյանքն է փրկել։ Ուրեմն ների ու մոռացի թող գնա։ Դες բանը ներել կլինի։ Պապ, մտ կողնորոշես ինչ ես ուզում։ Ու ընդհանրապես ես չեմ հավատում, որ այս ամեն ինչի պատճառը մենակ Արտյոմն է։ Դու եթե ուզում ես իմանաս Արտյոմի հերն էլ անիծած, ինձ իրա մերն է հետաքրքրում։ Հա, բայց եթե ես Արտյոմի հետ շփումս քչացնեմ, այսինքն քիմիս հետ իմ հարաբերությունները հասնում է 0-ի։ Իմ արև թե տենց է չգիտեի։ Ուղղակի զարմանում ինչ ես գտել այդ կնոջ մեջ։ Տղա ջան։ Եթե ես կարողանամ բացատրել, թե ինչ եմ գտել այդ կնոջ մեջ կամ ով որ կնոջը սիրում է կարող է բացատրել, դա արդեն սեր չի։ Դա արդեն հաշվար կա։ Իշն է։ Ասեր չէ կմնայի մեջ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ սիրո դեմ ինչ կառաջարկեք։ Լուծողական։ Դա կօգնի։ Չգիտեմ կօգնի, բայց սիրո մասին չեք մտածի։ Ախպեր դու իմ սրտի տեղը տուր, հա։ Okay, շատ բարի։ Ստեյսոն։ Բարև ձեզ։ Ստեսություն։ Տենց էլ ասեց։ Քավայ։ Մենք ներվային անանք, գիտես որ ես եմ կնիկ մարդ, դու ես կնիկ մարդ։ Ինչ տարբերություն ինչ խսեց։ Կարևորը բովանդակությունն է, Արտյոմիկս դեմ չի որ ես ամուսնանամ։ Բայց մոլոդեց Արտյոմիկին լավ ժամանակակից է դարել։ Հəbə 30-ից հետո իմ կեներս աշխատեց։ Ուրեմն ասես ինչ կսեմ, այս պայից Ջոնին գտակխելու պլանը մտնի նոր փուն։ Գրասի։ Բիբիպ։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։
Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Grand Ridge Market, Northridge եւ Granada Hills-ում նորաբաց խանութից կարող եք գնել սննդամթերքի լայն տեսականի թարմ, բարձրորակ արտադրանք մեկ հարկի ներքո։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Cars Tar Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Արաքս շաուրմա։ Family package-ներ առաքումով 3 location։ Համնան մահական։ ALA Renovations-ը լիցենզավորված ընկերություն է մասնագիտացած արևային էներգիայի, տանիքների եւ ամբողջական շինարարության բնագավառում։ ALA Renovations։ Աստված ջան, մենակ այդ մանյակը չբացի էլի խնդրում եմ, Աստված ջան, այդ մանյակը չբաց։ Ջան, բայ։ Դա ի՞նչ մանյակի մասն ես ասում։ Ինչ մանյակ է ախպեր։ Ես դեր ասում, մենակ այդ մանյակը չբացի մենակ։ Բա, այն ձեր հարևանը որ կա։ Հա։ Ասի մենակ էդի ստե չունի, էդի գիտես ինչ էներգետիկ մանյակ է։ Ապեր, բայց դրանց կարծեմ ասում են էներգետիկ վամպիր։ Այ ախպեր, դրանց ինչ է ասես քիչ է։ Բայց չեմ եկել տերմինոլոգիան քննարկենք։ Ուրիշ խոսալու բան կա։ Արիներ։ Ստե ավելի հարմար էլի արդ։ Արդեն ինչ է։ Ապեր, ճիշտ ասած ինձ հետաքրքիր է պապայս խեկն ես նեղացրել։ Էդ հələ հարց է թե ով է ում նեղացրել։ Ես իր կյանքը փրկելու պատճառով ընկա ոստիկանություն, ինքը ինձ հուսով արեց թե սա ինձ կհանի այնտեղից ու գնացել նստել ռեստորանում հարբում էր։ Այսինքն որն է, ես իմ աչքով եմ տեսել այդ վիդեոն, թե ոնց է նստած հարբում։ Բա, իսկ ինձ ընդեղից հանեց իմ մամայի ծանոթ իրավաբանը։ Ապեր, ես քեզ կապացուցեմ, որ ձեր իրավաբանը ոչ մի բան չի արել։ Ու ընդհանրապես այն իրավաբան էլ չի։ Մենակ խնդրում եմ քեզ, քո օգնությունն այնպես պետք։ Հարց չկա, բայց եթե չապացուցեցիր, արի իրարից չնեղանանք։ Այ Քիմ, կարող մի քիչ ավելի կողք կանգնես, շատ անբնական է։ Քա այ աղջի, հիմի սիգե տրենդի մեջ, չես հասկնա, առաջ կնկտոց մազերներ, հետո աշկերը, հետո պրկները, հետո կամաց իջան վար, հիմի սիգե արտեր այդպես օրեղնի, քանի կետա կիշտին վար, ծնկներով կնդրենք ընկտոնց։ Լավ, նա ես լավա։ Չէ, յա, կդորմ է հերվիստ նգարեր, որ ջուր կանտել եղնի։ Չես կրնա կդորը մոդիկից նկարես ու սաղ պարեմասությունները սերևա։ Դենքիլ է։ Այս շատ սիրում եմ։ Չէ։ Լավ է, սորմար վերջապես, դեր ուղարգի չոնին։ Այսինքն։ Այ աղջի, սենդերա, շերերա, ասպեսի պանկերի քանի տարի ամերիկա կապրից անգլերեն խոսել չիտես, ուղարգի։ Բայց որպես ինչ ուղարկեմ իրան։ Ուրեմն դու չես ուզի հավոր կոմոդիկ ընկերուին։ Վերջապես իրան։ Լավ, սպասի ուղարկում եմ։
Հենց տեսավ կսես, լավ։ Գնացինք։ Պապ ջան։ Այսպես է։ Արի, Աստի։ Նստեմ, բավական նստեմ։ Ոյ, ինչ կերուխումներ է։ Այ տղա, դու ինձ գործից հանեցիր, բերեցիր, չէր ամպերի գործս բրծնեին նոր։ Բա մնացել էր մի լար, այդ չփագեցին, այդ հոսանքն էս գնում է։ Իշկանը մի հոսանք կորցրեցինք։ Պապ չես զգում, որ մեծացել եմ։ Ու այդ կատակները շատ հին են, բայց չեն աշխատում։ Այդ տղա, երբ մեծացարի 3 տակը էր անում, այսօր տակը չի անում։ Պապան այդ 3-ը փոխաբերական իմաստով է ասում։ Ամեն դեպքում զքանային կողմն է։ Հա? Ինչ ասեց։ Պապ, հերիք չի ինձ խայտարական ես։ Ես ամեն ինչ անում, որ քո արած դրածը ջուրը չընկնի, բայց դու ամենտեղ եկալ ինձ խայտարակ ես անում։ Ոնց իմ արած դրածը ջուրը, դու չես լողանում։ Ընդհանրապես խնդալու չի, ու ընդհանրապես կատականելու ժամանակն չի։ Ավել կատակ չեն կանի, լավ ասում։ Նայ պա, պարզվում է Արտյոմը մեղավոր չի ոչ մի բանում։ Հա, իրան խափե ասել են, որ դու կապ չունես իրա դուրս գալու հետ։ Բայց ես քեզ խոսք եմ տալիս, որ կապացուցեմ, որ ամեն ինչ դու ես կազմակերպել։ Ցավը դե տանը։ Բայց այդ պայման կա պապ ջան։ Ինչ պայման։ Պետքա քիմետ էլ չշփվես, հեռու մնաս։ Նայ գիտեմ բարդ բան եմ ասում քո համար, բայց ցավը տանեմ, հավատա էլի, խնդրում եմ քեզ։ Ինքը քո հանդեպ ոչ մի բան չի զգում։ Էդ իմն է, պա։ Ինչ իմացար, ես էլ կասեմ իմն է։ Պայ դեմքից տես բացվում է, թե չէ։ Դե տես բացվավ։ Պա։ Պայ հորս է։ Պապ, հորս արև ես են չի շուրդում։ Պապ, հորս արև ես են չի շուրդ, ես մտածում, պա։ Աստորները ճիշտ էր ասում։ Հուսով ենք այս անգամ կհասցնի։ Դուշե։ Հասավ արդեն։ Դե ջնջի ու գրի, որ սխալմամբ եմ ուղարկել։ Քայչ խոյոտ ապսգալ են, սա կրնապադայի հերախոսի մեջ կուզե պայել։ Խնդրում եմ իմ խայտարակ լինելը մի երկարաձգի։ Այախ չի խայտարակ եղներ են ժամանակ, երբ որ քո հետև ուղարկեիր։ Քի։ Այա։ Լավ, ջնջեմ, բրձանք։ Ջնջեցի։ Բա չես գրում, որ սխալմամբ եմ ուղարկել։ Կամես տա, չի ասկել ու սխալվել ես։ Դու գրի, ոչինչ։ Տեղ թող, որ գոնե ձեր հարսանիքի ներս ունենամ գալու։ Լավ։ Ջոն ջան կներես, քիմին բդի ուղարգեի, սենտ, բրձանք։ Ապրես, ենքան շնորհակալ եմ, որ չգիտեմ լավությանը տակից ոնց եմ դուրս գալու այսօր։ Կելե։ Բացի, դուրը բացի, դրա համար էր ասում, դու քիմի հետ գործ չունես։ Պապ, գոնե լսում ես ինչ ես խոսում։ Դու դուրը բաց, ես կասեմ ինչ եմ խոսում։ Ան։ Զարանը նայ, ասմա կներես 1000 անգամ, որ սխալ եմ ուղարկել։ Կամ ոնց կարող դու տենց բան մտածեիր։ Կամ թեկուզ մտածեիր, ինչ կիմի խաթր տենց պի վարվես հետս։ Դուրակ լակոտ, դուրակ։ Դա ասում ես մեծացել եմ, էլ քո հումորները չի անցնում, պապ։ Տեսար ոնց անցավ։ Այսինքն ուզում ես ասես կատակ էիր անում, հա։ Հա, բա ինչ էր, վայ։ Դուրս արի։ Այդ տղա դուրս արի։ Չի ես անում։ Այ ջոն, աստորը չմեծացա։ Չհասցրեց։ Լավ։ Հե? Իմ հետ բան է կատարում։ Կամ բոլորի հետ է կատարվում։
Ինչը չհասցրեց, ինչ պիտի հասցներ, որ չհասցրեց։ Ինչի թողեց գնաց։ Արա։ Ցանկանում եք գնել օրգանիկ, թարմ եւ մատչելի սնունդ, շտապեք այցելել Aroma Market։ Aroma Supermarket, վայելեք լավագույնը։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Մեր լավաշը հայկական բոլոր առիթների համար։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Միացեք Royal Travel-ին, գեղեցիկ ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, սեպտեմբեր 8-ին 15 օրով, հեռաձայնեք 818 487 88 Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները, զանգահարեք մեր գրասենյակ։ Got into an accident? Don't stress. Pinnacle Auto Center handles the entire insurance claim process for you. We work with all major insurance companies and restore your vehicle the right way. Get a free estimate. Call 818-627-0707 today. Նարինե ջելի, ցանկացած բարդության տորթերի պատվերներ Լոս Անջելեսում եւ Երևանում, 10 տարվա փորձառություն եւ ճանաչում Հայաստանում, համեղ, գեղեցիկ, տպավորիչ տորթեր ձեր առիթին համապատասխան, պատվերները հեռախոսով կամ on-line։ Նարինե ջելի, պատրաստում են սիրով։ Նոր առաջարկներ դվի ընկերությունից, լազերային մազահեռացում արագ, առանց ցավի, անվտանգ եւ արդյունավետ։ Դեի երիտասարդացում, նոր ու գերժամանակակից սարքեր միայն դվիում։ Ja, Արձոմիկյան, ուսվեդը ստեղ չեդիր, կարզեի թե բաժանվելես նշեսկը։ Մամա ջան, եթե ուզում ես… Ես հեչ բան չեմ ուզը քեզնից, էդ ինչ հաշիվ է Արձոմ ջան։ Մամ ջան, ճիշտ ասած մեծ րոպին եմ հրավիրել, ասացի մարդը այդքան գործ արեց, էլի մի հատ լավ պատիվ տամ։ Կավայ, կասոնք եկիր են Ամերիկա օրենցի չապեր են աշխար, այդ ածերի է, էդ սաղ բդի պատիվ տաս։ Մամ լավ էլի խնդրում եմ, էլի թող։ Ինֆակտ է եկի, հա, սատանը չեմ տեյմոր դեղս խմեմ։ Ամեցի, ջան։ Ամեցի, հեսա ուր որ է մեծ րոպն է գգա։ Մենակ խնդրում եմ ոնց պայմանավորվել ենք։ Հա, հարց չկա։ Վայ։ Կյանքս։ Մեջ, կսեմ կյանքս կերգարով պես ճայլություն կտեսնիմ էլի։ Իսկ իմ կյանքը կարճանում է, երբ տեսնում թե մարդիկ ինչ անվորակ ֆոտոներ են անում։ Դուրը չի եկե։ Մի րոպե չհասկացա, ինչ ֆոտոյի մասին է խոսքը, ինչը դուրը չի եկե։ Ուղղակի մամատ մտ ֆոտո էր խորտ տվել որ նայեմ։ Վերնագիրը եթե չեմ սխալվում, անհույս տատիկը։ Հա, մտ ծեր կնոջ մասին ուղղակի տենց ստից ֆոտո էր, բայց իմաստը գիտես որն էր, որ այդ կինը ապրում է իր ֆանտազիաների մեջ ու չի ուզում իրականության այդ հաշվի նստի։ Ճիշտ ասած մաման էլ է այդպես, գիտես։ Մամ, կատակ էր այդ։ Այ մամ, կատակ էր։ Էս էլ մեծ րոպը։ Յա, ամեծ մեծ րոպը։ Բարև Արձոմ ջան։ Բարև, Արի մեծ րոպ ջան, արի համեցի։ Ասի նստենք մի կտոր հաց ուտենք, են էլ ոնց որ ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Կամ ավելի ճիշտ ասում են քնիչը քեզանից շուտ եկավ։ Քնիչ։ Հա, ինչ քնիչ։ Ես Քնիչ Աբելյան։ Եկել եմ տեղեկացնեմ, որ քաղաքացի Արտյոմը ոստիկանությունից դուրս գալուց ոստիկաններին կաշառք են առաջարկել ու ենթադրում եմ,
որ այդ ամեն ինչի հետևում կանգնած եք դուք, պարոն Մեսրոպ։ Ես։ Հա։ Արտոն ջան, ցավը տանեմ, ես ոչ մի կապ չունեմ։ Այդ ինչ որ արել են, հրաշն ու իրավաբանն են արել։ Արտոն ջան, ես իրավաբանել չեմ, ցավը տանեմ։ Այ հիմա կզանգեմ Վաղարշակին ու ինքը գգա ու կապացուցի։ Հիմա զանգեմ։ Մի այդ հաստատ։ Հա, պապայան է։ Հենց հիմա կզանգեմ Վաղարշակը գգա Դու ոչ մի տեղը չես զանգի։ Դու հենց իմ կերտաս ու տվադս փողերը սակ բերես հետ, թե չէ կողենք քեզի բանդ։ Իսկ վաղոյով ես կսպաղեմ։ Հա, գնա։ Ես էլ զանգեմ ծացերաչին ներողություն խնդրեմ։ Հա։ Եթե ձեզ նեղացրեցի, կներեք ինձ։ Ուղղակի խնդրում եմ ձեզ։ Համակերպեք իրականության հետ։ Մի բան էլ։ Դուք կկորցնեք ձեր իրական երջանկությունը, եթե ընկնեք այս հորինված երջանկության հետևից։ Իմ պապայի նման ոչ մեկ չի կարող ձեզ սիրել։